Այսօր փորձելու ենք լապշա տոմյամի համով։ Գնել եմ Carrefour-ից մոտավոր 450 դրամով, զեղչված էր։ Գնել եմ, որովհետև ես ծովամթերք շատ եմ սիրում, ինչպես նաև տոմյամ։ Ու այստեղ տեսնում ենք պատկերված կրիվետկաներ։ Երբ գնել եմ, չեմ նկատել, որ այստեղ պատկերված է 3 հատ կծու բիբար, 4-ից 3-ը պատկերված է, այսինքն ենթադրում եմ, որ բավականին կծու պետք է լինի, բայց դա ինձ ընդհանրապես չի խանգարում, որովհետև կծու ուտելիք ես շատ եմ սիրում։ Եկեք բացենք, տեսնենք ներսում ինչ կա։ Ներսում կա երկու այսպիսի տոպրակ ու մսագնդերը ու կանաչին արդեն լցված է ներսում լապշայի հետ միասին։ Ես արդեն պատրաստվել եմ ու ջուրը եռացրել եմ, ավելացնում ենք ջուրը։ Բավականին անուշ հոտ ունի։ Ինձ թվում է սա հենց կծու չիլի սոուսը պետք է լինի։ Փակենք ու սպասենք 3 րոպե, մինչ պատրաստ կլինի մեր լապշան։ Ու մինչ սպասում ենք, եկեք մի հատ խոսենք Arm Games-ից, որովհետև 3 սթորիներով տեսա թե ինչ է կատարվում ու որոշեցի այսօր նայել։ Իրականում իմ կարծիքով պետք է բոլոր այդտեղ հավաքվածները ընդունեն, որ այդ ամեն ինչը խաղ է, ուղղակի խաղ։ Ու խաղում կատարված անարդարությունները կամ, չգիտեմ, խարդախությունները չպետք է տանել իրական կյանք։ Իրականում խաղի ընթացքում անձնական վիրավորանքներ հասցնելն էլ ճիշտ չէր, որովհետև էլի եմ կրկնում, այդ ամեն ինչը խաղ է եղել։ Դուք ինչ եք մտածում։ Լապշան արդեն այս ընթացքում պատրաստ է ամբողջությամբ ու հատուկ այսօրվա համար գնել եմ փայտիկներ, որովհետև մի հատ բլոգեր կա, ով որ ամեն անգամ լապշա փորձելուց այդ լապշան այսպես պտտում է, նոր ուտում է ու միշտ ուզեցել եմ փորձել։ Էնպես որ եկեք փորձեմ։ Փորձենք տեսնենք կստացվի թե չէ։ Լապշան վերցնում եմ ու պտտում եմ։ Էլ չեմ փորձի։ Սոուսը ունի ինչ-որ տարօրինական, որը ինձ դուրս չի գալիս։ Կծվությունը այդքան շատ չէ, ինչքան որ պատկերացնում էի, բայց չեմ ասի, որ կծու չի ընդհանրապես, չէ կծու է, բայց քիչ։ Ոչ մի ծովամթերքի համի նշույլ անգամ չկա։ 10-ից կգնահատեմ երևի թե 4։